Արձակուրդն Արցախում, ինչպես դրախտում։ Մինչև պատերազմը Մաթյոն ու ընկերները հասցրին մի քանի օր բացահայտել Ստեփանակերտը, Հադրութը, Ասկերանը, Արցախի մյուս գողտրիկ անկյունները։ Սա էր, որ փոխեց սփյուռքահայ տղաների միտքն ու կյանքի ուղին։ Սաղ պատրաստ է, հեսա սուրճ գխմենք, բայց դարու սուրճ, չէ։ Ես հիշում եմ, որ փոքր դրախտ էր այս գյուղերը, այս գյուղի կյանքը, հայերենով միրգեր եմ սովորել այս գյուղի բացահայտելու ընթացքում։ Սալոր, տանձ ու հիշում եմ, որ մի քանի գյուղեր որ մասնակետ էին պոպոքի։ Սիրտն ու հոգին Արցախում թողած վերադարձան Երևան։ Մի քանի օր անց պիտի սկսվեր 44-օրյա պատերազմը։ Այդ ժամանակ ասում է Ֆրանսիա վերադառնալու մասին մոռացան։ Ամեն ինչ մի կողմ դրած սկսեցին ջանք ու եռանդ չխնայել պատերազմի հետ ապրող կամ արկերից մի կերպ փրկված ու Հայաստան հասած մարդկանց օգնելու համար։ Ամեն օրը նոր մարտահրավեր էր։ Ժամանակ չկար զգացելու համար, ժամանակներ անելու համար ու շատ չենք մտածել ապագայի մասին կամ մանրամասների մասին, մենք գիտենք, որ պիտի օգնենք, գիտենք, որ ընտանիքներ կային Ստեփանակերտում։ Փոքր քայլերը մեծ գաղափար դարձան, ամեն ինչ Հայաստանի համար։ Որոշեցին ու հիմնեցին համանուն կազմակերպությունը, շատ բան տեսան ու լսեցին 23-ին հայրենիք վերադարձող գաղթականներից, օգնեցին ինչպես ու ինչով կարողացան։ Հիմա Կորնիձորում նրանց կենտրոնն է, Կորնի տունը, տաք ու հյուրընկալ Սյունիքում ասում են իրենք տանն են։ Մենք մտածում ենք, որ Հայաստանի ամենամեծ ներուժը սահմանամերձ գյուղերում է, ոչ թե միայն մշակույթի մասին եմ խոսում, բայց ընդհանրապես ժողովրդի մասին, մտածելակերպը ու մենք այնտեղ մեր հիմնական նախագիծ ենք սարքում։ Փորձում ենք այդ առիթները ստեղծել, որ մարդիկ կան, մեր կողմը մնան, եւ գյուղացիների հետ շփվեն, երեխաների հետ աշխատեն, գամավոր։ Հիմա ավելի քան 700 արցախցի ընտանիք կա Սյունիքում, բոլորի հետ մշտական կապի մեջ են, լսում են, փորձում օգնել։ Տուն ու տեղ կորցրած մարդիկ այսօր էլ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Ամենամեծ հարցերը որ կան, որ ոչ թե միայն արցախցիների, բայց նույնիսկ արդեն ով որ այնտեղ ապրում էին գյուղերում, որ գյուղատնտեսական գործով գսպարվեն եւ արդեն կորձնալ արդեն քիչ է, այսինքն կորձի առիթներ չի գա գյուղերում։ Ընդհանրապես միշտ այդ հարցը կա, որ ինչ պիտի անենք։ Ինչ անել, ինչով զբաղվել, այս հարցերից զատել, տասնյակ խնդիրներ կան։ Սահմանին սովորական դարձած կրակոցներից մինչև պատերազմի մշտական սպառնալիք։ Այս բոլորով հանդերձ սյունեցիները հաստատակամ են, ապրել միայն այնտեղ, որտեղ իրենց տունն է, իսկ արցախցիները մնալու մեկ այլ պատճառ ունեն, երբեմն կիսվում են իրենց օգնելու եկած կամավորների հետ։ Իրենց կարծնենք, որ ինչու ուզում եք, որ այս գյուղերի մեջ մնաք, ուրիշ գյուղ չգերտար կամ Երևան ինչու չգերտար, առաջին պատասխանը դա որ դիմացը տեսնում եմ Արցախը եւ ուրախանում եմ եւ գարոդում եմ իմ տունս եւ այդ որտեղ մեր գյուղը Կորնիձորը որ գա դիմացը ճիշտ լաչինը գա, որ ամեն քիշերա Երևում է, լույսերը վարված է, մարդիկ միշտ նայում են, ասում են, որ ուզում եմ տունիս մոդելալ։ Ծովը կաթիլներից է գոյանում եւ ուրեմն ամեն ինչ Հայաստանի համար ծրագիրը հիմնադիրների խոսքով այն կաթիլն է, որով գոյանալու է ծովը, իր շուրջն ունենալով զարգացած ու ծաղկուն գյուղեր ու քաղաքներ եւ այնտեղ ապրող երջանիկ հայեր։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։